Բարև ձեզ Տիկին Ջուլհակյան։ Բարև ձեզ։ Թեև հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրությունների Քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, բայց վստահ եմ արձանագրել եք, որ քաղաքական դաշտում, հատկապես ընդդիմադիր ֆրոնտում շատ մեծ ակտիվություն է եռուզեռ։ Ձեր ընդդիմադիր գործընկերները ակտիվորեն պատրաստվում են ընտրություններին, սոցիոլոգիական հարցումների տվյալներ են հրապարակում եւ գուժում են, որ դուք չունեք հանրային վստահություն եւ Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ օրինակ Ռոբերտ Քոչարյանը, այլ օրինակ Սամվել Կարապետյանը։ Տիկին Ջուլհակյան, դուք արդեն երրորդ շաբաթն է, որ մարզային այցելություններ եք իրականացնում, ներկուսակցական քարոզարշավ։ Կխնդրեմ ձեր տպավորությունները փոխանցեք հանրության հետ շփումներից։ Իրոք ձեր ռեյտինգը այդքան գահավիժել է, որ Հայաստանի հաջորդ վարչապետի հարցը փաստորեն կասկածի տակ է Նիկոլ Փաշինյանի մասով իհարկե։ Շնորհակալ եմ հարցի համար։ Այո, շրջում ենք վերջին շաբաթներին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում են եղել եւ երեք նաեւ հացրել են Երևանի կենտրոն վարչական շրջանում լինել եւ Շենգավիթ վարչական շրջանում եւ պետք է ասեմ, որ այդ մեր մարզային այցերին հետևում են նաև մեր ընդդիմադիր գործընկերները եւ կարծում եմ շատ ծանր հոգեվիճակում են հայտնվել մեր մարզային այցերի ժամանակ մեր մեզ արժանացրած ընդունելության ջերմությունից եւ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որի տարբերություն իրենց մենք մեր ամբողջ այդ մարզային այցերի ընթացքը հեռարձակում ենք առցանց, այսինքն այդ ամեն ինչը առցանց հնարավոր է լինում տեսնել, ի տարբերություն իրենց, որ հանդիպումներ են ունենում փակ դահլիճներում, նախապես որ հրավիրված անձանց կողմից ամենայն հավանականությամբ գրված սցենարներով բոլորի համար տեսանելի է, թե Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ նրա կողմից գլխավորած կուսակցության անդամներին ինչպես են դիմավորում Հայաստանի Հանրապետության մարզերում։ Եվ դա ամբողջ հանրությունն է նաև տեսնում, այն ջերմությունը, այն գնահատանքի խոսքերը, որոնք որ հնչում են, ինչու ոչ նաև երբեմն որոշ քննադատություններ, ինչը նույնպես շատ կարևոր բաղադրիչ է այդ հանդիպումների համար, եւ նաև վկայում է այն մասին, որ կառավարության եւ ժողովրդի մեջ շատ արդյունավետ հետադարձ կապի մեխանիզմ է գործում, այսինքն քաղաքացիները գնահատում են թե կատարված աշխատանքը եւ թե նաեւ հարցեր են բարձրաձայնում այդ կատարված աշխատանքի վերաբերյալ եւ նաեւ նոր ակնկալիքներ են ձևավորում հետագայում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ։ Այս հանդիպումների մեջ մի բան է շատ կարեւոր, ակնհայտ է դառնում, թե քաղաքացիների ակնկալիքները ումից են։ Այսինքն մենք չենք տեսնում քաղաքացիների, որոնք որ փողոցում պատահաբար կմոտենան իրենց համար ցանկալի որևէ ընդդիմադիր գործչի եւ կասեն գիտեք քեզնից ունենք այս ակնկալիքը։ Ոչ հակառակը մենք տեսնում ենք քաղաքացիների, որոնք մոտենում են Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ իրեն են ասում, թե ինչ են ուզում տեսնել մեր երկրում եւ մեր երկրի շուրջ։ Իսկ ինչ են ուզում տեսնել Տիկին Ջուլհակյան։ Ուզում են տեսնել հիմնականում խաղաղություն եւ նաեւ պետք է ասեմ, որ մարզային այցերը նաեւ ցույց են տալիս մեզ, որ ի տարբերություն նախկին տարիների, երբ առաջնային պահանջը պետության եւ կառավարության նողված խաղաղության հաստատումներ եւ անվտանգության ապահովումը, հիմա տեսնում ենք, որ արդեն քաղաքացիները գնահատում են ձեռք բերված խաղաղությունը եւ արդեն սկսում են նաեւ այլ պահանջներ ներկայացնել, ինչը շատ նորմալ է։ Այստեղ միշտ ես մտովի հիշում եմ, ամեն անգամ երբ խոսում եմ քաղաքացիների հետ, հիշում եմ Աբրահամ Մասլոուի պահանջմունքների բուրգը, երբ ամենաներքևի հատվածում այդ բուրգի գտնվում է ֆիզիկական պահանջմունքների, այսինքն ֆիզիկական անվտանգության, ֆիզիկական գոյության պահանջմունքը եւ հետո արդեն այդ պահանջմունքի ապահովման դեպքում, որքանով որ բարձրանում է այդ պահանջմունքների բուրգը, այնքան ավելի հոգևոր արժեքներ եւ այլն պահանջմունքների որակը եւ բովանդակությունը բոլորովին փոխվում է։ Հիմա այդ նույն քաղաքացիների հետ շփումները ինձ ցույց է տալիս, որ ըստ էության քաղաքացիների համարում են, որ այդ ստորին հատվածը պահանջմունքների բուրգի այն է ֆիզիկական գոյության, ֆիզիկական անվտանգության պահանջմունքը իրենք արդեն իսկ կարելի ասել։ Այսինքն, այո, խաղաղությունը համարում են երաշխավորված, այո, ձեռք բերված խաղաղության բերումով եւ հիմա նախ
իրենց գնահատանքի խոսքն են հնչեցնում խաղաղության ձեռքբերման հետ կապված եւ նաեւ արդեն բնականաբար նոր պահանջներ են ձևավորում իրենք դրանք կլինեն սոցիալ-տնտեսական, հոգեվոր, մշակութային արդեն, այսինքն բոլորովին արդեն այլ խոսակցություն է այնտեղ գնում, ինչը կարծում շատ լուրջ ձեռքբերում է, բարեկեցության վերաբերող հարցեր են հնչում, հիմնական հնչող հարցերը ապահովագրությանն են վերաբերում, առողջության պարտադիր ապահովագրությանը եւ սոցիալական այլ հարցերին, կարծում եմ սրանից ավելի լավ գնահատական կատարված աշխատանքին չի կարող լինել, որովհետեւ քաղաքացիները արդեն բոլորովին այլ հարցեր են մեզ տալիս եւ դա շատ կարեւոր է։ Եվ որը ամենակարևորն է, մեր ընդդիմությունն է դա տեսնում եւ հասկանում է, որ արդեն իսկ չկա շանս իրենք արդեն իսկ չունեն շանս եւ գուցե դա է նաեւ պատճառը, որ փորձում են ինչ-որ անհասկանալի հարցումներ պատվիրել եւ մարդկանց աչքին թոզ փչել, իբր իրենք ունեն մեծ աջակցություն, բայց սա միայն իրենց է վնասում, որովհետեւ այդ հարցումները իրենք նաեւ պատվիրում էին 21 թվականի ընտրությունների ժամանակ եւ նաեւ այդ հարցումներով բացի հանրությանը խափել փորձելուց նաև իրենք իրենց էին ինքնախափեությամբ էին իրենք զբաղված եւ դա էր պատճառը նաև որ 21 թվականի ընտրությունների քվեարկության հաջորդ օրը արտնացան խիստ հիասթափած նույն հիասթափությունը իրենց սպասում է հունիսի 8-ին իհարկե նույնիսկ եմ ասում քաղաքացիների շփումը վկայում է այն մասին որ շատ մեծ գնահատանքի արժանանում կառավարության կատարած աշխատանքը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը եւ մեր քաղաքացիները մեզ վստահաբար սատարելու են, բայց միաժամանակ նաեւ մենք շատ կարևոր համարելով այս հետադարձ կապը, նաև մեր քաղաքացիներին դիմում ենք կոչով եւ հորդորով, որ որևէ պարագայում իրենք բավարար չհամարեն այն, որ պարզապես իրենք գնահատում են աշխատանքը եւ աջակցում են, այլ նաև դա վերածեն քվեի, որովհետեւ կատարված աշխատանքը նաև պաշտպանության կարիք ունի։ Այսինքն այն ձեռքբերումները, որ մենք ունենք, որ Հայաստանի Հանրապետությունը ունի, որ Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին ունեն վերջին տարիների ընթացքում դրանք ունեն պաշտպանության կարիք, տիրոջ կարիք, տեր կանգնելու կարիք եւ շարունակականությունը կատարվածի ապահովելու համար խաղաղության, նույն տնտեսական աճի, որ մենք ունեցել ենք անցած տարի, հիշեցնեմ, որ բավականին լուրջ տնտեսական աճ ենք ունեցել 7.2%, այս ամենին պետք է տեր կանգնել եւ այդ շարունակականությունը պետք է ապահովել եւ դրա համար մենք ունենք մեր քաղաքացիների աջակցության կարիքը եւ դրա համար դիմում ենք քաղաքացիներին։ Տիկին Ջուլիակյան, օրինակ ձեր ընդդիմադիր գործընկերները, որ լսեին հիմա մեր երկխոսությունը, շատ հյութեղ բառապաշարով կառարկեին ձեզ, կասեին, որ ձեր ասած այդ խաղաղությունը, որը քաղաքացիների համար, ինչպես դուք ֆիքսեցիք, կենսական կարևորության հարց է, շատ հեղեղուկ է եւ ընդամենը մեկ մարդու կամքից է կախված այդ խաղաղությունը կլինի թե ոչ եւ այդ մեկ մարդը ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետն է, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այ որ իրենք գան իշխանության, կվերաբանակցեն խաղաղության փաստաթուղթը եւ ուշադրություն երաշխավորների ինստիտուտ կներգրավեն խաղաղության գործընթացի հարատևման գործում եւ մեզ կբերեն ուժեղ, ամուր եւ երաշխավորված խաղաղություն։ Ինչպես կհակադարձեք նման պնդմանը։ Ինչու ձեր խաղաղությունը օրինակ երաշխավորված չէ։ Եվ արդյոք համաձայն եք, որ մեկ մարդու կամքից է կախված այդ խաղաղության լինելիությունը։ Խաղաղությունը երբեք մեկ մարդու կամքից կախված չի լինում։ Բնականաբար, եթե երկու երկրների մասին է խոսքը, երկուստեք ջանքեր են պահանջվում այդ խաղաղության համար։ Շատ կարևոր է, որ երկու կողմն էլ, եթե նորից եմ խոսում ենք երկկողմ հարաբերությունների մասին, բավարար ջանք գործադրեն այդ խաղաղության հաստատման համար։ Ուժեղ խաղաղություն կամ ինչպես իրենք շատ սիրում են կրկնել եւ դա 90-ականներից ի վեր ասել են արժանապատիվ խաղաղություն իրենք մեզ մեկ անգամ արդեն խոստացել են 90-ականներին, երբ տապալեցին բարեհաջող կերպով 98 թվականին փուլային տարբերակի գործարկումը բանակցությունների ժամանակ եւ խոստանալով արժանապատիվ խաղաղություն դատապարտեցին մեր ժողովրդին չխաղաղության եւ չարժանապատվության։ Իրենք այդ խոստումը մեկ անգամ տվել են եւ չեն կատարել այդ խոստումը եւ որևէ բարոյական իրավունք չունեն եւս մեկ անգամ մեր ժողովրդին խաբելու եւ
որ տերմիններ ասելու, անհասկանալի տերմիններ ասելու մասին, որոնք որ իրականում գոյություն չունեն եւ իրենք ցախողել են դրա ապահովումը եւ շարունակելու են ցախողել։ Նորից եմ ասում, խոստացել են իրենք խաղաղություն եւ արժանապատվություն եւ մատնել են մեր ժողովրդին կոնֆլիկտի մեջ ապրելու ճակատագրին, մեր նորանոր սերունդներ շարունակական կոնֆլիկտի մեջ են եղել եւ իրանց այդ ասած, որ իբր իրենց ժամանակ խաղաղ եղել վիճակը, այդ ամբողջ տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ զոհեր եւ դրան գումարած մեր ժողովրդին իրենք մատնել են անարժանապատիվ գոյության, նախ եւ առաջ խլելով ժողովրդին որոշում կայացնելու, ժողովրդից որոշում կայացնելու իր իրավունքը, այսինքն ժողովրդավարության ամենատարրական բաղադրիչը, իրենք պարզապես ոչնչացրել են, խլել են ժողովրդի իր հիմնական իրավունքը սեփական երկրում սեփական իշխանություններին ընտրելու որոշում կայացնելու իրավունքը եւ ապա դրանից բխող մնացած ամեն ինչը, այսինքն տարիներ շարունակ երբ մեր երեխաները դատապարտված են եղել սովորելու ավերակներում, հա, քանդված մանկապարտեզներում, իրենցից խլված մանկապարտեզներում, դպրոցներում, որոնք որ ավերակներ են եղել, այդ արժանապատիվ է եղել, հա, կամ այն ճանապարհները, որը մենք ունեցել ենք, այն ենթակառուցվածքները, եթե դրանք կարելի է կոչել առհասարակ ենթակառուցվածքներ, երբ A-կետից B-կետ հասնում էր արդեն կարելի ասել ոչնչացած, հա, 4 ժամում ասենք կարճ ճանապարհը եւ ոչնչացած դա արժանապատիվ էր, հա։ Դա բոլորովին արժանապատիվ չէր, կամ որ դատապարտել էին մեր ուսուցիչներին, մեր զինծառայողներին, չնչին աշխատավարձով կամ տարիներով աշխատավարձ նույնիսկ չէին տալիս, հետո տալուց էլ այնպիսի ողորմելի խայտարակ աշխատավարձ էին տալիս, որ մեր ուսուցիչները ստիպված էին լինում անընդհատ նայել իրենց աշակերտների ձեռքին։ Դա էր իրանց արժանապատվությունը, մեր գիտնականը, որ ստիպված էր լինում գնալ կանաչի վաճառել, այն կոնտեքստում չեմ ասում, որ կանաչի վաճառելը բնականաբար ոչ, բայց եթե բոլորովին անպատիվ չէ իհարկե, բայց եթե գիտնականը չի կարողանում իր կատարած գործունեությամբ, զբաղվել գիտությամբ եւ արժանապատիվ գոյություն ապահովել եւ ստիպված էր լինում կողքից նաեւ ուրիշ բանով զբաղվել, մի կողմ դնելով գիտությամբ զբաղվելը, դա էր իրանց բերած արժանապատվությունը։ Այս մարդիկ ձախողել են ամեն ինչ, թե խաղաղությունը, թե արժանապատվությունը, հետեւաբար թող լռեն, թող պապանձվեն եւ առհասարակ իրենք այլևս չմտածեն, որ երբևէ արժանանալու են մեր ժողովրդի կողմից տրված քվեի, իսկ մենք մեր ժողովրդին բերել ենք թե խաղաղություն եւ նաեւ վերականգնել ենք մեր ժողովրդի արժանապատվությունը, նախ եւ առաջ վերականգնելով իրենց իշխանություններին ընտրելու իրավունքը, սեփական երկրում որոշումներ կայացնելու իրավունքը, իրենց իրավունքները իրացնելու իրավունքը, նորմալ կրթություն ստանալու իրավունքը, նորմալ արժանապատիվ պայմաններում կրթություն ստանալու իրավունքը, արժանապատիվ աշխատավարձ ունենալու իրավունքը եւ այդպես շարունակ, ես կարող եմ շատ երկար թվել։ Հետևաբար այս ամեն ինչը մեր ժողովուրդը տեսնում է, գնահատում է եւ բնականաբար նորից եմ ասում, որևէ կասկած չկա, որ մեր ժողովուրդը թույլ չի տալու, որ այս ամեն ինչը որ վերջապես իրենք վերգտել են, իրենց ձեռքից խլեն։ Դա ես բացառում եմ, բայց շարունակում եմ նաեւ մեր ժողովրդին դիմել, որ խնդրում եմ արխային չընկնել, հայ ժողովրդական լեզվով ասած եւ տեր կանգնել այն բոլոր ձեռքբերումների, որոնք մենք միասին ունենք, իրար օգնելով մենք կարողացել ենք այս պայդրությամբ արձանագրել եւ հնարավորություն տալ շարունակել մեր ժողովրդին ծառայել եւ այլ ավելի բարելավել այն ամենը, ինչ կա, վերադառնալով նորից տնտեսական աճին, որ մենք ունեցել ենք, ես պետք է ասեմ, որ եւ ոչ միայն տնտեսական աճին պետք է արձանագրեմ, որ երբ համեմատում ենք մեր 2025 թվականի տնտեսական ցուցանիշները 2017-18 թվականի ցուցանիշների հետ բյուջեի չափը մենք կարող ենք տեսնել, որ ցուցանիշները մեզ մոտ եռապատկվել են պարզապես եւ դա ինչի մասին է խոսում, այն մասին, որ բյուջեն չի թալանվում, խոսում է այն մասին, որ քաղաքացու եւ պետության միջև
փոխվստահելի մթնոլորտ է ձևավորված, որ քաղաքացին վերջապես հասկանում է, որ իր կողմից կատարված աշխատանքը նպաստում է ընդհանուր պետության թե իր բարեկեցությանը, թե պետության բարեկեցությանը ընդհանուր առմամբ եւ որ սա լինելու է շարունակական։ Տիկին Ջուլիակյան, եւս մեկ հարց խաղաղության համաձայնագրի համատեքստում Հանրապետության վարչապետը օրերս հայտարարեց, որ ընդդիմադիր բևեռում ընտրություններին մասնակցելու հավակնություն ունեն քաղաքական ուժեր, որոնց իդեաֆիքսը խաղաղության գործընթացը ռևիզիայի ենթարկելն է եւ այսպիսով մեզ պատերազմական իրավիճակի մեջ դնելը։ Դուք համակարծիք եք այդ ձևակերպման հետ եւ խնդրում եմ ձեր դիտարկումները խաղաղության փաստաթղթի ռևիզիա ասվածը ինչ է իրենից ենթադրում եւ որոնք են այն քաղաքական ուժերը, որոնց պայմանականորեն կարելի է անվանել պատերազմի ուժեր։ Ես կարծում դա ակնհայտ է եւ այնտեղ համակարծիք լինելու կամ չլինելու որևէ բան չի կարող լինել, որովհետեւ այդ ուժերը շատ բաց խոսում են իրենց նպատակների եւ ցանկությունների մասին, այո, խոսում են, որ իրենք վերաբանակցելու են, հա, ձեռք բերված պայմանավորվածությունները, նույն խաղաղության պայմանագիրը, որը արդեն իսկ նախաստորագրված է, ինչ նշանակում է, որ այդ տեքստը փոփոխության չի կարող ենթարկվել, վերաբանակցել դա, այո, նշանակելու է, կասկածի տակ դնել, արդեն իսկ արկա պայմանավորվածությունները, իսկ արդեն իսկ արկա պայմանավորվածությունները խաղաղության հաստատման մասին են։ Մենք երբ լսում ենք երկու ստեքա Հայաստանից հնչող դիրքորոշումները եւ ազդակները նույն Ադրբեջանից, երկու կողմն էլ պնդում է, որ խաղաղությունը հաստատված է եւ մենք արդեն իսկ խոսում ենք երկարաժամկետ խաղաղության մասին, վստահության մթնոլորտի ձևավորման մասին, վստահության կառուցման մասին, խաղաղության կառուցման մասին, այսինքն այդ երկու ստեկ այդ ազդակները հնչում են եւ հիմա խոսել այն մասին, որ մենք գալու ենք ինչ-որ բան վերաբանակցենք եւ առավել եւս ընդ որում դա ամենազավեշտալի մասն է սեփական կետից բանակցություններ սկսելը եւ այդ մասին շատ քաղաքական ուժեր են հայտարարել այն դեպքում, երբ միշտ մեղադրել են Նիկոլ Փաշինյանին իբր թե ժամանակին հայտարարելու համար, որ ինքը սկսում է զրոյական կետից, չնայած նա նման բան չի ասել, այլ բոլորովին այլ բան է ասել, բայց այսքան քննադատելուց հետո հիմա իրեն գալիս են ասում են սեփական կետից սկսելու խոսում են սեփական կետից սկսելու մասին, վերաբանակցելու մասին, նույն ռևիզիայի մասին, դա ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմ բնականաբար եւ այդտեղ շատ վերլուծական ունակություններ պետք չէ այդ եզրակացության հանգելու համար նույն երաշխավորների հա այդ ինստիտուտը երաշխավորված խաղաղության մասին այդ որ երկրում են տեսել այդ երաշխավորված խաղաղությունը որ երկրում են տեսել երաշխավորված Կիպրոսում որը բաժանված է երկու մասի եւ դա տեղի է ունեցել այն բանից հետո երբ Կիպրոսի անվտանգության երաշխավորներից մեկն է հենց դա արել հա դա երկու տարբերակ գոյություն ունի նման կարծիք արտահայտողի համար, հա, կամ այդ մարդը առհասարակ չգիտի Կիպրոսի կոնֆլիկտի պատմությունը, բացարձակ չի հասկանում ինչի մասին է Կիպրոսի կոնֆլիկտը, ոնց է այն ծագել, ով է հետո հարձակվել, ինչ է արվել եւ այլն, չգիտի ովքեր են եղել երաշխավորները, ինչ են արել, ոնց է պատահել այնպես, որ հիմա Կիպրոսի, հա, Նիկոսիա քաղաքում Նիկոսիա քաղաքը բաժանված է երկու մասի եւ մի մասից մյուս մաս այլևս հնարավոր չէ, հա, գնալ։ Ոստատո երաշխավորված կներեք բառից համար, ռուսերեն բառի համար երաշխավորված խաղաղություն կա։ Կիպրոսում կա երաշխավորված խաղաղություն, շատ լավ։ Շատ լավ։ Կամ մարդը փորձում է խաբել ժողովրդին։ Այս երկու տարբերակներն են։ Չգիտեմ, կամ երկու դրանցից մեկը կամ երկուսը միասին։ Համ չգիտի, համ ուզում է խաբել։ Ուրիշ որտեղ օրինակ տեղյակ է վստահաբար, որ Ռուսաստանը եղել է Ուկրաինայի անվտանգության երաշխավորը։ Հետո ինչ տեղի ունեցավ հետո շատ հուզիչ էր կարծում եմ։ Հետևաբար այստեղ երաշխավորության ինստիտուտի մասին խոսելը կամ միամտություն է, կամ նորից եմ ասում, հերթական հնարավորություն հաճոյանալ իրենց օտարերկրյա տերերին, իրենց նորից հետ բերել մի խաղի մեջ, որը անմիջականորեն տանելու է մեր ինքնիշխանության կորստի, պետականության կորստի, ոչ միայն ինքնիշխանության, այլ նաև պետականության կորստի։ Եվ ես վստահեցնում եմ, որ այս նյուանսը չհասկանալ այդ մարդիկ չեն կարող։ Եվ նաև պետք է ասեմ, որ դա նույնպես միամտություն է, երբ անընդհատ
յուրաքանչյուր երաշխավորների մասին խոսակցություն է գնում առանց նշելու, իսկ որոնք են երաշխավորների շահերը։ Որտեվ երբ կա երաշխավորը ունի որևէ որոշակի շահ, չէ՞, այնպես չի որ բարի կամքի դրսևորում է երաշխավոր լինելը, կամ մտածում եմ, վայ, այս հայերը լավ մարդիկ են, մենք գնանք երաշխավորենք, շահեր կան, չէ՞, այդտեղ, եւ նորից վերադառնալով մեր նաև մեր դառը փորձն, որտեղ խոսեցինք, տեսեք Ուկրաինայի մասին եւ Կիպրոսի մասին, մեր դառը փորձն է հիշենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարության եռակողմ հայտարարության կողմից մեկը ով էր։ Ռուսաստանի Դաշնությունները, այո, եւ ըստ էության երաշխավորներ։ Եվ ինչ եղավ հետո։ Այստեղ իրենք ձեզ հակադարձում են, ասում են դուք 22 թվականին գնացիք Պրահա, Ղարաբաղը ճանաչեցիք Ադրբեջանի մաս։ Ես հասկանում եմ, որ իրանք հիմա փորձում են ամեն կերպ իրենց ասած երաշխավորի դեմքը պարզանել, բայց դա չարժե անել սեփական երկիրը, հա, թիրախի տակ դնելու հաշվին։ Դա լավագույն տարբերակը չէ, ինչ վերաբերում է Պրահային, Պրահայում Հայաստանի Հանրապետության վարչապետը ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ոչ թե Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, դա որովհետև վաղուց արդեն միջև մեզ արել էր նույն Ռոբերտ Քոչարյանը, երբ օրինակ գնացել էր, բանակցել էր ընդհանուր պետության գաղափար, հա, արձանագրելով, որ շատ Ղարաբաղը կարող է Ադրբեջանի հետ մի պետության մեջ լինել, կամ այո, կամ բանակցելով Մեղրի տարբերակը տարածքների փոխանակման, երբ ասել էր, որ այո, ինչու ոչ, Ղարաբաղը կարող ենք փոխանակել Մեղրու հետ, այսինքն դու քո սեփական տարածքը, հա, ինչու ես փոխանակում քո մեկ այլ տարածքի հետ, եթե այդ մեկ այլ տարածքը այլ պետության մաս չէ, հա, տրամաբանությունն, այսինքն վաղուց արդեն ճանաչել են, բայց 22 թվականին վերադառնալով նորից ասեմ, Հայաստանի Հանրապետության վարչապետը ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, մի բան, որ հրաժարվում էր անել Ռոբերտ Քոչարյանի երաշխավորը։ Հիշում եք, որ դրանից անմիջապես առաջ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա հարձակում էր տեղի ունեցել եւ Ադրբեջանը օկուպացրել էր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը եւ մեր երաշխավորը այդ Ռոբերտ Քոչարյանի սիրելի երաշխավորը եւ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի նաեւ մյուս մեր ընդդիմադիր ուժերի, որ ներկայումս երաշխավոր ինստիտուտի մասին են խոսում, այդ երաշխավորը հրաժարվել էր կատարել իր պայմանագրային պարտավորությունները, թե երկկողմ պայմանագրային եւ թե կոլեկտիվ անվտանգության հապկի շրջանակներում ունեցած իր պարտավորությունը, ասելով, որ Հայաստանի Հանրապետության սահմանը այդքան էլ որոշակի չի, թե որտեղով է անցնում եւ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հաստատել է թե որտեղով է անցնում, ընդհանրապես դա է արել, թե որտեղով է անցնում Հայաստանի Հանրապետության սահմանը եւ բնականաբար այդտեղ նաեւ Եվրամիության եւ Ֆրանսիայի նախագահի կողմից է, եթե հիշում եք, Պրահայի հայտարարությունը Շարլ Միշել, այո, Շարլ Միշելի եւ Էմանուել Մակրոնի կողմից է Պրահայի հայտարարությունը կարելի ասել քննարկվել, հա, բանակցվել եւ ես դա համարում եմ Հայաստանի Հանրապետության պատմության կարևոր օրերից մեկը։ Տիկին Ջուլիակյան, Հայաստանի տարածքային ամբողջականության եւ Ղարաբաղ Ադրբեջանի մաս ճանաչելու համատեքստում թույլ տվեք մեկ դիտարկում 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից կարճ ժամանակ անց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է Ղարաբաղը համարել Ադրբեջան։ Ղարաբաղը դա Ադրբեջանն է։ Ասեմ, որ նույն միտքը կրկնել է նաև այդ երկրի արտգործ նախարար Սերգեյ Լավրովը, ասելով, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջան է։ Իրենք դա բազմիցս են ասել, այո, եւ շատ հստակ է եղել Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը նոյեմբերի 9-ից հետո, որ Լեռնային Ղարաբաղը եւ հարակից շրջանները Ադրբեջանի անբաժանելի մասն են։ Այսինքն այդ հայտարարությունը բավականին հստակ է եղել եւ ոչ
մեկ անգամ է արվել, այլ քանիցս այդ հայտարարությունը եղել է եւ այդ հանգամանքը հաշվի առնելով եմ նաեւ ես ասում, որ մեր ընդդիմադիր գործընկերների հայտարարությունները ընդամենը փորձ են պարզերես անելու իրենց սիրելի երաշխավորին։ Ահա այդ երաշխավորը, որը Ղարաբաղը նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրող կողմ լինելով ճանաչում էր Ադրբեջանի մաս, հիմա պետք է գա եւ երաշխավորի Հայաստան եւ Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հարատեվությունը։ Այս համատեքստում մի հարց էլ Ռոբերտ Քոչարյանը նախորդին էլ մարզերից մեկում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նաեւ վերջերս իր ոդքասթում ազդարարեց, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության քաղաքացիների վերադարձի իրավունքի իրացմանն է հետամուտ լինելու, բայց առանց բացելու փակագծերը, թե ինչպես է այդ վերադարձի իրավունքը իրացվել։ Օրինակ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները գնալու են Ադրբեջանի քաղաքացիություն են ստանալու, այսինքն Լավրովի պլան 2, հիշում եք այդ փաստաթուղթը, որ դրվեց շրջանառության մեջ, այդ փաստաթղթի տրամաբանությամբ ինտեգրվելու են Ադրբեջանի հասարակությանը, ստանալու են այդ երկրի քաղաքացիություն, թե գնալու են եւ Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանում, իդեպ Ղարաբաղը հիմա այդպիսի կարգավիճակ ունի։ 20 թվականից հետո, այո, իրենք վարչատարածքային բաժանման Այո, այդտեղ նորից չճանաչված պետության կարգավիճակի քաղաքացիներ են վերաբնակեցվելու, այսինքն հետամուտ են լինելու իրենց ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Սա ընդհանրապես վերադարձի իրավունքը որպես ազգային ժողովի, պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ, դուք ռեալ համարում եք աշխարհում կա մեկ հանրույթ, մեկ ժողովուրդ, մեկ, չգիտեմ, ազգ, որը իրացրել է այդ իրավունքը, դուք այդպիսի դեպք հիշեք եւ ղարաբաղցիների պարագայում ինչպես է լինելու ձեր դիտարկմամբ։ Նախ ես ուզում եմ ասել, որ եթե մենք տեսական դաշտ ենք գնում, վերադարձի իրավունքի մասին ենք խոսում, ապա պետք է արձանագրենք, որ վերադարձի իրավունք ունեն բոլորը, այսինքն ինչքան ժողովուրդ կա, որը այս կամ այն հանգամանքի բերումով լքել է այն տարածքը, որտեղ որ բնակվելիս է եղել, այդ բոլոր ժողովուրդները իրավունք ունեն, հա, այդ եթե իրավունքի դաշտ են գնում վերադառնալու, իրավունք տեսական ունեն։ Իսկ իրատեսական հնարավորություն ոչ։ Բայց նույնիսկ եմ կրկնում բոլոր ժողովուրդները, այսինքն աշխարհում բացառություն չի արվելու, որ այ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շատ լավն էր, այ իրանք եկեք բանանենք թող վերադառնան, հա, հələ հեսա պարամետրերի մասին առանձին կխոսենք։ Իսկ այն մնացածը կարող են չվերադառնալ։ Այսինքն դա միջազգային պրակտիկայում փաստորեն չկա հաջողված դեպք վերադարձի իրավունքի իրացման անոտ չէ նման դեպք, որտեղ որ ես չեմ բացառում, այսինքն ինձ ծանոթ չէ դա։ Չեմ բացառում, որ գուցե կա, որի մասին ես չգիտեմ, բայց ինձ ծանոթ չէ այդ դեպքը։ Բայց ես նորից եմ կրկնում, եթե կա վերադարձի իրավունք, ապա այդ վերադարձի իրավունքից կարող են օգտվել բոլորը։ Այդ նույն ընդդիմությունը պարբերաբար գալիս եւ ասում է 300,000 ադրբեջանցիները կարող է իրենք հիմա խոսում են 300,000 ադրբեջանցիների անունից եւ նաեւ այդ քաղաքականությունն են առաջ մղում, որ 300,000 ադրբեջանցի բացում են այդ դուռը, դրա մասին են խոսում, եթե դրա մասին են խոսում, պետք է բաց այդ խոսեն։ Եվ այն փուլում, երբ մենք գտնվում ենք խաղաղության կառուցման գործընթացում, լավագույն միտքը չէ խոսել վերադարձի իրավունքից։ Չի բացառվում, որ երբ մի օր խաղաղությունը վերջնականապես հաստատված կլինի, բնականորեն մարդիկ կկարողանան, կցանկանան, իրատեսական կլինի վերադառնալ եւ ապրել այնտեղ, որտեղ որ իրենք ապրել են։ Այսինքն միջավայրը կլինի այնպեսին, որ որևէ խնդիր չլինի այդ առումով, ցանկալի կլինի դա, այսինքն այնտեղ որևէ երաշխիքներ տալու անհրաժեշտություն չի լինի եւ այլն, այսինքն դա կլինի օրգանիկ process, դա չի բացառվում, բայց դրա համար պետք է որ լինի արդեն իսկ վերջնական հաստատված խաղաղություն, փոխվստահության լիակատար մթնոլորտ, դա մի կետ է, որին դեռ հեռավոր ապագայում դեռ դրան պետք է հասնել, բայց վերադառնալով Ղարաբաղցիների վերադարձի, հա, հարցի պարամետրերը ուր են վերադառնալու Լեռնային Ղարաբաղի բնակիչները։
Ադրբեջան եւ այդ մասին պետք է պարզ ասել իրենց, որովհետեւ երբ իրենք խոսում են, հա, դրա մասին, իրենք խաբում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որոնք այդքան ծանր զրկանքներ անցնելուց, մի քանի պատերազմ տեսնելուց հետո, էթնիկ զտում վերապրելուց հետո վերջապես հանգրվանել են հայրենիքում Հայաստանի Հանրապետությունում եւ ուզում են հանգիստ ապրել, անվտանգ ապրել եւ արարել, ունենալ երեխաներ եւ այդ երեխաներին ապահովել խաղաղ եւ բարեկեցիկ կյանք։ Իրենք խաբում են, որովհետեւ եթե իրենք խոսում են վերադարձի մասին, իրենք պետք է պարզ ասեն, որ այդ մարդիկ պետք է վերադառնան Ադրբեջան։ Արդյոք մարդիկ պատրաստ են գնալ Ադրբեջան եւ այնտեղ ապրել։ Երաշխիքներ, ինչ երաշխիքներ են լինելու այնտեղ ապրելու համար։ Գուցե խաղաղապահները պիտի գնան, այ որ ասում են երաշխավոր, նկատեմ որ ռուսական խաղաղապահ զորակազմը նորից պիտի խաղաղապահ զորակազմը մի անգամ եղել է եւ չի կարողացել երաշխավորել այդ մարդկանց անվտանգությունը, չի կարողացել այդ խաղաղապահների պարզ հայացքի ներքո, հանգիստ հայացքի ներքո այդ մարդիկ բռնել են գաղթի ճանապարհը, նրանց մի մասը սպանվել է։ Ոնց է դա տեղի ունեցել։ Այսինքն այնտեղ փառուխն են, հիշում եք, փառուխ, եւ մենք ասում ենք, այսպես շարունակվելու դեպքում փառուխ առ փառուխ Լեռնային Ղարաբաղը ուղղակի անցնելու է Ադրբեջան։ Նորից եւ դա տեղի է ունեցել։ Եվ ինչ են արել խաղաղապահները, ոչինչ չեն արել, դեռ պետք է հասկանանք, թե ինչ են նաեւ շահել այս գործընթացում։ Դա տեղի չունեցել։ Հիմա երբ մենք նորից ասում ենք, հա, վերադարձի, ինչ երաշխիքներով պետք է այդ մարդիկ վերադառնան, որ դրոշի ներքո, ինչ իրավունքներով, ոչ մի երաշխիք, ոչ մի իրավունք, այսինքն վերադառնալու են, եթե վերադառնան, որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ Սա է, ուրիշ բան չի կարող լինել։ Բայց հիմա նորից վերադառնանք Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրենց հայրենիքում ապրելու հնարավորության մասին։ Լեռնային Ղարաբաղի բնակիչները իրենց հայրենիքում ապրում էին։ Նույնիսկ 20 թվականի դաժան պատերազմից հետո իրենք այնտեղ ապրում էին։ Մի մասն էլ Եվ երբ վարչապետ Փաշինյանը եկավ ազգային ժողով եւ ասեց, մենք պետք է իջեցնենք մեր նշածողը եւ այս պահին բավարարվենք այդ մարդկանց իրավունքների երաշխավորման եւ անվտանգության խոսակցությամբ եւ այդ մարդիկ նաեւ պետք է գնան եւ իրենց իրավունքներ եւ անվտանգության հարցով բանակցեն Ադրբեջանի հետ, հիշում եք ինչ աղմուկ բարձրացավ։ Այո, կարգավիճակը հարց ինչու եք պատվիրակում հեռավորապագային։ Լեռնային Ղարաբաղի անկախության նշածողը պետք է Լեռնային Ղարաբաղը լինի անկախ։ Այսինքն մարդիկ երբ ապրում էին իրենց հայրենիքում, ամեն ինչ արեցին, որ այդ խեղճ մարդիկ ստիպված բռնեն գաղթի ճանապարհը։ Այսինքն ամեն կերպ հրահրեցին, որ գաղթի ճանապարհը բռնեն այդ մարդիկ։ Հիմա երբ արդեն այնտեղ կա 0 հայ, եկել ասում են, դե եկեք հիմա էլ նենց անենք, որ հետ գնան հայերը եւ նորից երաշխավորենք նրանց իրավունքները։ Հենա փորձում են երաշխավորել։ Ամեն ինչ արեցիք, որ ձեր ընդեղի գործընկերները, նաեւ հիշեցնեմ Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի падգամավորները մեկը մյուսին հերթ չտալով հայտարարություններ էին տարածում, Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից։ Բա ինչի եք ներողություն բողոքում, որ 22 թվականին Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը Պրահայի հայտարարությունը ընդունելով։ Այսինքն եթե ասել եք դու մեր անունից այլևս իրավունք չունես հանդես գալ, ինչ պահանջներ ա ներկայացվում, այսինքն ում անունից իրավունք ունի հանդես գալ, իսկ դա Հայաստանի Հանրապետության անունից եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից, այ հենց իրանց անունից էլ հանդես է եկել Նիկոլ Փաշինյանը եւ ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ամեն բան արել է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովի եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգություն, խաղաղություն եւ բարեկեցությունը ապահովի։ Ինչի վերաբերել է այդ բողոքները։ Իրենք էլ պասերով, այնտեղի իրենց գործընկերների եւ այստեղ պասերով խաղալով ամեն բան արել են, որ այդ խեղճ ժողովուրդը դառնա տնավեր։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը վեստին հարցազրույց է տվել եւ շատ ուշագրավ դիտարկումներ է արել առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված։ Թույլ տվեք մեջբերել նրա խոսքով ինչ որ իմաստով սա ճակատամարտ է
Կովկասի համար։ Սողոմոնյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկա ընտրությունների ելքը կորոշի քաղաքական պատկերը ողջ հարավային Կովկասի։ Եթե իշխանության գա ընդդիմությունը, նա կվարի ավելի ռուսամետ կուրս, այդ պատճառով Եվրամիությունը աննախադեպ աջակցություն է ցուցաբերում գործող իշխանություններին։ Ինչի մասին է աղաղակում պարոն Վիկտոր Սողոմոնյանը Վեստին տված հարցազրույցում։ Սա հիբրիդային պատերազմի համատեքստում արված հայտարարություն։ Ես առիթ չէի ունեցել ծանոթանալու պարոն Սողոմոնյանի այդ հայտարարությունը, ձեզնից առաջին անգամ լսեցի, բայց պետք է ասեմ, որ բավականին անկեղծ հայտարարություն է արել, շատ գնահատել բացող։ Այո, բավականին անկեղծ է խոսել, վերջինս բավականին անկեղծ գտնվել է, եւ այդ թվում եւ մեր հանրությանը տեղեկացրել է, որ առաջիկա ընտրություններից է կախված արդյոք Հայաստանի Հանրապետությունը կվերադառնա նախկին կախվածության շրջան, թե ոչ։ Եվ մեր քաղաքացին նաև պարոն Սողոմոնյանին լսելով հիմա արդեն հնարավորություն ունի իր ընտրությունը կատարել։ Արդյոք մեր քաղաքացին ցանկանում է, որ Հայաստանի Հանրապետությունը վերադառնա նախկին վասալային կարգավիճակին, թե չի ցանկանում։ Ես գիտեմ այդ հարցի պատասխանը, բնականաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր ընտրությունը կատարել է 18 թվականին եւ վերահաստատել է այդ ընտրությունը 21 թվականին։ Եվ 26 թվականին նույնպես այդ ընտրությունը կատարել է, բայց նորից շնորհակալ եմ պարոն Սողոմոնյանին այդքան անկեղծ լինելու համար։ Այո, այս ընտրությունները այն մասին են, որ հարավային Կովկասում կլինի կայուն եւ հաստատուն խաղաղություն, թե չի լինի։ Ես ասում եմ, որ լինելու է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնելու Հայաստանի Հանրապետության եւ Հարավային Կովկասի խաղաղությանը եւ կայունությանը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։